Ողջույն հարգելի բարեկամներ, բոլորս տեսնում ենք, նեռը չի հանգստանում, նեռը գնալու է մինչև վերջ, քանզի այդպիսին է նրա միսիան, նա չի կարող կիսատ թողել իր գործը։ Երեկ դրա առաջին օրը ես մանրամասն անդրադարձել եմ կաթողիկոսի եւ ինչու մենակ կաթողիկոսի մեր բոլորի նկատմամբ իրականացված արշավին, ստորագույն սրիկայական արշավին եւ երեք ուղղակի ես ապշած էի կաթողիկոսի հանդարտ գրառման հետ կապված, որոշման հետ կապված։ Խոսքը ինչի մասին է։ Կաթողիկոսը հայտարարեց, որ ինքը չի մտնելու իր օրակարգի մեջ, ինքը չի մտնելու այդ խոսակցության մեջ, որը շատերի կողմից ողջունվեց որպես հոյակապ սառնասրտորեն քայլ, բայց կաթողիկոսը միաժամանակ ասում է, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանը իրականացել է ոճրագործություն, բռնազավթել ու ամբողջապես հայաթափել է Արցախը։ Հարգելի կաթողիկոս, եթե դուք նույնիսկ որոշեք, որ դուք սրանից հետո չեք տալու Նիկոլ Փաշինյանի անունը, ոչ մի պոլեմիկայի մեջ չեք մտնելու իր հետ, ոչինչ չի նշանակում։ Դուք հասկանում եք, դուք ասում եք ամենակարևորը ու դրանից հետո ձև տալ, որ դուք չեք մտնելու իր օրակարգի մեջ եւ չեք վերցնելու, ընդունելու այդ մարտահրավերը, դա ինքնախապեյություն է։ Այսինքն ինչ ասում այս պահվածքը Աճապահյանը, ես ուզում եմ իրան ցիտեմ, որ չմտածեք ես ինձանից եմ հորինում, հա։ Եթե դուք ամեն բանի ընդունակ եք, մենք ամեն ինչի պատրաստ ենք։ Ու ոնց է բացատրում։ Եկեղեցին հուզական պորտքումներով չի առաջնորդվում։ Մենք չառաջնորդվեցինք իրենց օրակարգով, մենք մերժեցինք իրենց օրակարգը եւ ասացինք, որ մենք շատ ավելի կարևոր գործեր ունենք, քան ձեր թելացած օրակարգն է։ Այո։ Հիմա եթե դուք արդեն մտել եք այս օրակարգի մեջ, որը նշանակում է դուք մատնացույց եք անում Թուրքիայի հանցագործ կերպարը, որը տենց էլ կա, որ շատ ողջունելի է, բայց ձեզ թվում է, որ դուք այդպես խաղաղությամբ հետ քաշվեցիք, Նիկոլա դանից խաղաղվելու է, ոչ, որովհետև դուք խփում եք ամենացավոտ կետին։ Հասկանում եք, դուք չեք կարող կիսատ խփել, դուք մտել եք խաղի մեջ, այ եթե դուք նույնիսկ սրա մասին այդ չխոսայիք, Արցախի մասին մոռանայիք, փակեիք էջը, Թուրքերի մասին չխոսայիք, ընդհանրապես նման հայտարարություններ չանեիք, Փաշինյան Նիկոլը ձեր մասին չեր հիշի։ Ձեր մասին չեր հիշի, նույնիսկ Շվեյցարիայում իրականացվող այդ համագումարը, այդ հավաքը, որը այնտեղ այդ խորհրդանական միություններ հա կազմակերպել, այդ աստիճանի սրանց վրա չէր ազդի, ինչքան արդեն դրա նախապատրաստական այն հողը, որ դուք դրել եք փաստորեն, դուք Թուրքիային, Ադրբեջանին մեղադրում եք ցեղասպանության մեջ, այն ինչ որ կա։ Ասում եմ, դուք չեք կարող մի ոտով մտնել իրականության դաշտ, մյուս ոտով խուսափել։ Եվ այն հանգամանքը, որ ես երեք ասում եմ, որ կաթողիկոսը եկեղեցին փրկելու համար պետք է հրաժարական տա, շատեր ինձանից նեղացել են, որ ես առաջարկում եմ կաթողիկոսին հրաժարական տալ, որովհետև դա Փաշինյանի օրակարգն է։ Փաշինյանի օրակարգը կաթողիկոսի հրաժարականը չի, հարգելիներս, Փաշինյանի օրակարգը հայ առաքելական եկեղեցին հիմնովին քանդելն է։ Այսինքն դա իր օրակարգն չի, դա թելադրված օրակարգ է։ Թելադրված Փաշազադեից, Ալիևից եւ Էրդողանի ձեռքով։ Դա իր օրակարգը չի։ Նա կատարողն է այդ ամեն ինչը։ Իսկ կաթողիկոսի պարտականությունը, սա գիտեք ինչի նման է։ Ուղղակի մենք այդ քաղաքական փորձը չունենք, մեր ոչ մի լիդեր չի հետ կանգնել, ասի գիտեք ինչ, ես կարծես թե այլևս չեմ կարողանում օգտակար լինել մեր կուսակցությանը, մեր շարժմանը, հա, թող գա ավելի պատրաստված, ավելի թարմ, ավելի կրեատիվ եւ այլն եւ այլն։ Մենք այդ պատմական փորձը չունենք, դրա համար կաթողիկոսի մասնորոշ չենք սպասում։ Իսկ եթե կաթողիկոսը զգում է, որ իր թիմը, իր կառույցը խոցելի է իր անձը խոցելի լինելու պատճառով, այստեղ անձը կարևոր չի։ Կառույցը փրկելու համար նա կարող է ասել, գիտեք ինչ։ Ես առաջարկում եմ նոր ընտրություններ եւ այսա թող լինի մեր տեխնացում։ Հասկանում եք, կառույցը փրկելու համար։ Ոչ թե օրակարգը ընդունելու, որովհետեւ կաթողիկոսի հրաժարականը չի օրակարգը։ Օրակարգը եկեղեցին քանդելն է։ Այսինքն եկեղեցին քանդել հիմնականությունը, որը մնացել է, որտեղ պետականություն մենք չունենք արդեն։ Ում թվում է այս եղածը պետականությունը,
Այս թուրքական իշխանությունը եւ պետականությունն է եւ սա ինչ որ մեզ մի տեղ է տանելու, մի տեղ է դա գրողի ծոցն է, ինքը որ մեզ հիմա տանում է, կործանում։ Հա, մի հատ բան կա որ պահում է դեռ ինչ որ ձևով, հոգեվոր, էմոցիոնալ, դա եկեղեցին է, նույնիսկ Գարեգին Բեի կաթողիկության։ Իսկ այդ կառույցը որպեսի հրկվի ավելի ուժեղանա, պետք է գլխին կանգնի այնպեսի մարդ, որին չեն կարող ասել աչքիդ վերևը ունք կա։ Սա մասին է խոսքը եւ սա է իմ առաջարկությունը։ Հա, թե չէ որ դուք այն ոչ մեծահոգաբար հրաժարվեցիք բան կռվի մեջ մտնել, դա գիտեք ինչ, ժողովրդին առանձնապես բան չի տալիս։ Դուք ուղղակի փրկեցիք ձեզ։ Հարգելի բարեկամներ, հա, հոգեվոր դաս։ Դուք ընդամենը փրկեցիք ձեզ։ Դուք սա մնաց ինչ որ կիսահղի վիճակ։ Մի կողմից ժողովուրդը բավարար չի, մյուս կողմից դրանք են ավելի լկտիացել, որտեղ այսօր ավելի ուրիշ օրակարգ առաջարկում։ Խնդրեմ, այս ասում ները չի հանձնվելու, Ժորժ ջան։ Ների գործը քանի չի ավարտվել, կամ նա պետք է ավարտի հասցնի իր գործը, հասկանում ես, կամ նա պետքա չեզոքացվի։ Ուրիշ տարբերակ չունենք մենք։ Թող ոչ մեկի մտքով չանցնի, որ սա իրան լուծվող հարց է։ Քաղցկեղը իրան չի բուժվում։ Քիմիաթերապիա, վիրահատություն, ոնց ուզում եք արեք։ Իրան քաղցկեղը չի բուժվում։ Իսկ սա սարկոմայի ամենավտանգավոր տեսակն է, ամենաարագ զարգացող քաղցկեղն է 7 տարվա մեջ, տեսեք ինչ արեց այս պետությունը։ Ինչ է ասում, կառավարության հաջորդ նիստում պարտադիր քննարկելու են, արդեն որոշել են, անարատ հղիության իրատեսականությունը։ Պահպանելով ցանկացած մարդու անձնական կյանքի գաղտնիության սկզբունքը, մենք այնուամենայնիվ պիտի պարզենք, թե արդյոք հնարավոր էր հղիանալ առանց համապատասխան գործընթացի։ Ու եթե ոչ, ապա ով է իրականում եղել Հիսուսի հայրը։ Սա դիսկուրս է, որը պետք է վաղ թե ուշ կայանար, քանի որ մեր պատկերացումները քրիստոնեության մասին հավանաբար այնքան էլ ճիշտ չեն։ Էս ուր է մտել։ Ինչ է ուզում սա։ Ները ինչ է ուզում։ Այս հարցի պատասխանը այնքան հստակ պետք է տա եկեղեցին, որքան հստակ սահմանումացն է, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանը իրականացել է ոչրագործություն։ Այս կարգի հստակությամբ սրա պատասխանը ինքը պետք է տա։ Որ դու այ ոչի, ուր ես մտել դու, քո ինչ գործն է։ Քեզ երկու ցուրտ ձմեռ է մնացել, կամ մի ցուրտ ձմեռ է մնացել։ Դու պրծած մարդ ես, պրծած ոչնչություն քո ամբողջ թվով։ Դու քո դարդը լաց։ Դու ինչ ես ընկել Հիսուսի պատմությունն ես փորփնում, որ ինչ, ով ես դու։ Եվ ընդհանրապես դա ոնց կարա լինի Հայաստանի Հանրապետության վարչապետի օրակարգ, այն էլ քննարկվի հաջորդ կառավարության նիստում։ Սա կառավարության նիստ է, թե բոմժերի հավաք, ֆայլաբազարի ժողով։ Ո՞վ է։ Սա ինչ է։ Հա, դուք ինչ ունեք ձեր պարտականությունը ինչ է, եւ դուք ինչ եք մտածում քննարկեք։ Անանատ հղիություն, բերեք փորձարկեք, որ պարզեք Հիսուսի հայրով է, ով եք դու։ Այս հարցի պատասխանը պետք է տա եկեղեցին, ու ինչքան ուզում է ինքը փախնի այս բանից, չի հնարավոր չի, սրանք չեն թողելու։ Դու որովհետեւ դուք մի ոտով արդեն մտել եք այս պատերազմի մեջ։ Չեք կարող մի ոտով լինել պատերազմի մեջ, մի ոտով ասել ես չեմ մասնակցում սա։ Իրանք անպայման գնալու են միջև դուք այս ժողովրդին չհանեք ոտքի գաղափարապես հոգեբանորեն, որ ով հայ ժողովուրդ քո բարոյական փրկությունը, որից կախված է նաև քո ֆիզիկական փրկությունը, մեր իրական արժեքներին վերադառնալու մեջ է, հա, մենք այս պատերազմը չենք կրելու, մենք պարտվելու ենք։ Սա չի հանգստանալու, սա անգելադրն է դուր, տաթև, երեկ էլ գնացել եմ մի քանի օր առաջ համալսարան, լսենք տեսնենք համալսարանում սա ինչ արել։ Անհամբեր եմ իմ տեսակով եւ առաջին այդ դահլիճից արձագանքեցի, ասացի, որ կնախընտրի 300,000 կիլոմետր քառակուսի Հայաստանը, պատմական Հայաստանը, ինչին վարչապետը հարցրեց, թե ինչու, եւ ես այն հիմնավորեցի, որ դա մեր ազգի բնորանն է, թե ֆիզիկապես, թե հոգեվոր առումով դա մեր պապերի հողն է,
Անհամբեր Հովանեսը միջազգային հարաբերությունների 3-րդ կուրսի ուսանող է։ Ասում է 2-2.5 ժամ տևեց հանդիպումը վարչապետի հետ։ Այդ ընթացքում նույնիսկ Փաշինյանը հասցրել է հունից դուրս գալ, բորբոքվել, գոռալ, կարմրել զայրույթից։ Սուտ կլինի, որ կոնկրետ ասեմ, որ բայց սկսեց բորբոքվել, բայց ինչ-որ սովորական հարցից հետո իր ընդդիմադիր ոճով Փաշինյանը վարչապետ Փաշինյանը սկսեց փոքր-ինչ կարմրեց, գորգորոցներ եւ այլն, ավելի շատ նման էր շոուի այդ ամեն ինչը, քան հանդիպման ուսանողների հետ, բայց կոնկրետ չեմ կարողանա հիշել, որ բայց սկսեց, եթե անկեղծ։ Ոնց որ նախկին իշխանությունների հետ էր կապված ավելի շատ, բայց այնպես մանրամասներով չեմ տիրապետում, չեմ հիշում։ Պատրանքը թողնելու, ունեցածը գնահատելու կոչ է արել Փաշինյանը համալսարանականներին։ Պատմել է նրանց, որ տարբեր վայրերում իրեն հանդիպող մարդիկ ավելի շատ պատմական արմատներով են ներկայանում, մոռանալով իրականում որտեղից են։ Այստեղ Գիտեք ինչն է փաստում սա, որ ուր գնում է մերժվում է։ Ուր գնացել է մերժվել, ասում է, չեն ուզում իրենց պատմական բանով անցյալից հրաժարվել։ Փաստը սա է, որ խոստովանում է, որ ուր գնացել է, իրան հիշացել են, որ իրան ժառանգություն ունեն։ Ու այդ ճիվաղ դու ոնց ես հրաժարվելու։ Ես չգիտեմ, չեմ ճանաչում անձամբ Հովանեսին, բայց որ տեսնեք իրան իմ անունից պինդ սեղմեք ձեռքը եւ ասեք շնորհակալություն։ Լսենք շնորհակալությունը։ եղել վարչապետի դիտարկումները, նրա հայացքները չկիսող Հովանեսի համար շոկային են եղել։ Վարչապետը բերել է մի օրինակ, որի հետ ես մի քիչ շոկային էր իմ համար այդ օրինակը, ասելով, որ Մասիս Սարի մասին երբ խոսում եք եւ այդ հողերի մասին երբ խոսում եք, Ադրբեջանը ուրախանում է, ասած Արագածը եւ Սևանա լիճը լաց են լինում, որովհետեւ դուք չեք գնահատում ձեր ներկայիս տարածքը, այլ ապրում եք երազանքներով։ Ու էլի ինչպես նշեցի, ասաց, որ դա ադրբեջանցիների երազանքն է եւ այլն, մոտավորապես այդ տրամաբանության մեջ էր։ Ինչի հետ ես կտրուկ համաձայն չէի եւ նշեցի, որ կարծում եմ պետք է ձգտել այդ 300,000 կիլոմետր քառակուսին, որ գոնե ներկայիս 29743 կիլոմետրը մենք կարողանանք պահել։ Կաթողիկոսին սրբազաններին էլ է հասցրել անդրադառնալ իրական Հայաստանի ջատագով վարչապետը ուսանողների հետ զրույցում։ Փակագծեր է բացել, քայլեր են անում որոշ հանգամանքներ պարզելու համար։ Ասաց, որ հատուկ մարմիններին հանձնարարել է գնալ եւ ստուգել ամենայն հայոց կաթողիկոսի եւ բոլոր թեմերի առաջնորդների կուսակրոնություն լինելու փաստը ու այնտեղ պահքի մասին էր խոսում, որ նույնիսկ կաթողիկ հոգեվորականները պատրաստ չեն 30-օրյա պահք պահել եւ այլն, ուրիշ բաներ էլ ասաց, որ ես ինձ թույլ չեմ տա հիմա ներկայացնել այդ ամենը։ Հովանեսը մի Հետաքրքիր է, չէ՞, ուսանողների մոտ բաները ուսանողներն ամաչում են, խոսեն այդ մասին։ քանի հարց տալու հնարավորություն է ունեցել վարչապետին, արդյոք կգնար հեղափոխության, եթե իմանար արդյունքը լինելու է Արցախի կորուստը։ Շատ կարևոր հարց է, պատասխանը լսեք։ Ուսանողին հետաքրքրել են նաև դաշնակիցների հետ հարաբերությունների փլուզումը, հակասությունները եկեղեցու հետ եւ ի վերջո վարչապետի լեգիտիմության անկումը։ Ասում է Նիկոլ Փաշինյանը պնդել է լեգիտիմության խնդիր չունի այսօր էլ։ Ուսանողն ասում է մի պահ բառացիորեն ջարդեցի գրիչս, երբ Փաշինյանն իր հեգնական ոճով ասաց, թե բոլորը կռվող եւ պատերազմող դարձան միայն պատերազմից հետո։ Պետք էր բոյկոտել հանդիպումը։ Հովանեսն այս հարցին իր մոտեցումն ունի։ Բոյկոտելը ըստ իս դա սխալ է, նույնիսկ այն մարդու հետ, այն իշխանության հետ պետք է գնաս հանդիպես, ում հետ կատեգորիկ համաձայն չես, որովհետև նույնիսկ այս հանդիպումները ինչ որ նոր բան սովորելու առիթ են։ Ու ինչպես նշել եմ իմ գրառումում, ուզում եի ցույց տալ, որ Երևանի պետական համալսարանը պրախադնոյի դվոր չի։ Ու կարծում եմ իմ այդ հանդիպման գնալը լիովին արդարացված է։ Ընդհանուր հարցերից այնքան էլ գոհ չի եղել Փաշինյանը, ասել է, թե ավելի լավ հարցերի ակնկալիքով էր եկել։ Հանդիպման մասնակիցների թվում չի եղել ԵՊՀ-ի Բաքվում մեզ հանդիպած հայոց պատմության ամբիոնի դասախոս Ալիկ Ղարիբյանը, ասում է անթույլատրելի է բուհը քաղաքականացնելու ցանկացած փորձ։ Ինչ վերաբերում է հանդիպմանը, չէր գնա անգամ հրավեր ստանալու պարագայում։ Ամեն ինչ պարզ է, առանց հարցերի ու պատասխանների էլ։ Պարզ է վարվող քաղաքականությունը, պարզ է, որ ազգային պետությանը հարվածներ հասցնելու դիրքորոշումը, պարզ է ընտանիքի մոդելի պատկերացումները, պարզ է եկեղեցու դեմ արշավը, ընդհանուր այս բոլորը պարզ են։ Ինչու, որովհետև եթե նույնիսկ թերացումներ կան եկեղեցու ներսում, պետք չէ ամբողջը տարածել եկեղեցու կառույցի վրա եւ փորձել վարկաբեկել։ Մեկ այլ դասախոս էլ, որ հարցազրույց տալու ցանկություն չուներ, ռեպլիկի ձևով միայն ասաց. երկրի ղեկավարի այցը մայրբուհ դեռ չի նշանակում, որ համալսարանը քաղաքականացվում է։
ամեն տեղ գնալը դա չի նշանակում որ քաղաքականություն է։ Իսկ կառավարության տարածած ավելի քան 12 րոպեանոց հոլովակի միայն 10 վայրկյան անձայն կադրերն են պատմում, որ վարչապետը լաբորատորիայի բացումից հետո ուսանողների հետ է հանդիպել, իրական Հայաստանի մասին խոսել, ինչ հարցեր են նրան ուղղվել, ինչ պատասխաններ են հնչել, չկա պաշտոնական տեքստում։ Իսկ ամենասոսկալի հարցը, որ ընկերը հարցը որ է երիտասարդ հովանոցը, եթե թերապողությունից առաջ իմանայիք, որ դու գալիս եք իշխանության, որ Արցախը կորցնելու ենք եւ այդքան զոհեր լինելու, դուք կգայիք, ինքն ասել է անպայման։ Այո, ու դա ինքը կորուստ եւ ողբերգություն չի համարում։ Հասկանում, սա բառացի ես ցիտում եմ, անպայման, իհարկե։ Ասեմ ավելին, դրանով խոստովանել է, որ հենց ինքը դրա համար է եկել։ Ու դա ինքը իր կորուստ չի համարում, դա չի համարում վատ, ոնց ասեմ, տապալում, հա, կամ անցանկալի փաստ։ Ոչ, ինքը խոստովանել է, որ հենց դրա համար է եկել։ Ու այս բոլորը, որ իր այդ կողքը սենց թափառում են շանպես, սենց գցնելով այս սենց կողքերը։ Իմ խորին, ոնց ասեմ, որ հայոյանքի նման չհնչի, հա, իմ խորին նողկանքը փոխանցեք բոլորին, որ դուք պարոնայք, դիտե նույնիսկ պրոֆեսորի կոչում ունեք, դուք ամենակարևոր կոչումը կորցրել եք, մարդ լինելու կոչումը։ Այսինքն դուք արհեստավոր եք, ես շատ կասկածում եմ, որ դուք նույնիսկ լավ արհեստավոր եք, որտեղ նույնիսկ լավ արհեստավորը իր մասնագիտության նկատմամբ հարգանք է ունենում։ Եթե դու ընդեղ ես որպես հայոց լեզվի մասնագետ, դու պիտի ամաչեիր, որ հայոց լեզվում պղծողի հետ դու գնացել ես հանդիպման։ Եթե դու ընդեղ պատմության մասնագետ ես, դու պետք է ամաչեիր, որ հայոց պատմությունը պղծողի հետ գնացել ես հանդիպման։ Հա եւ նկցնում ես, վազվզում ես շուրջը։ Եթե դու նույնիսկ անվտանգության աշխատող ես, դու պետք է ամաչեիր, որ ամբողջ հայոց աշխարհի հանրապետության անվտանգությունը ոտերի տակ գցած մեկի անվտանգությունն ես դու պահում։ Այսինքն մենք հասկացանք, որ դուք նույնիսկ մասնագիտական ամենակարևոր հատկանիշը չունեք։ Դա կոչվում է մասնագիտական խիղճ։ Հա, պրոֆեսիոնալная совесть։ Հա, դուք նույնիսկ մասնագիտական խիղճ չունեք։ Դե որ մարդ չեք արդեն ասեցի, որովհետև հասարակ մարդը նույնիսկ դրան կմերժեր։ Իսկ նայում եմ այս կողքերը վազվզողը, ինչքան գարշելի եք դուք բոլորդ, որ ոչ մարդ եք, ոչ էլ մասնագետ դուք կարող եք լինել։ Գնիք առաջ։ Սա հիշացնեմ ով, էլի։ Անգամ մոռացել ենք։ Գտեք ձեր սրտի արագաչափը եւ արեք նրա հետ այն, ինչ արեցինք մենք։ Մենք վերջերս քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստում քննարկել ենք այս հարցը եւ եկել ենք միանշանակ եզրակացության։ Մեր կուսակցության դիրքորոշումն է, որ արագաչափերը միանշանակ պետք է հանվեն Հայաստանի ավտոճանապարհներից։ Եվ այս հարցը մենք դնելու ենք մեր կուսակցության ծրագրային եւ այդ թվում նախընտրական ծրագրերի հիմքում։ Որովհետև դրանք չեն ավելացնում երթևեկության անվտանգությունը, այլ ընդհանրապես ստիպում են կարոտով հիշել, թփերի տակ թաքնված, խեղճ ու կրակ, ճակերտներով գայշնիկներին։ Հայաստանի Հանրապետության վարչապետը չի հանձնարարել դադարեցնել արագաչափերի գործունեությունը։ Իսկ ինչ են խոստացել մենք արագաչափերից։ Ինչ են խոստացել մենք արագաչափերից։ Որ արագաչափերը միանշանակ պետք է հանվեն Հայաստանի ավտոճանապարհներից։ Որովհետև դրանք չեն ավելացնում երթևեկության անվտանգությունը։ Արագաչափերը եւ տեսահսկող համակարգերը գործում են եւ պետք չէ իրավախախտումներ թույլ տալ։ Եվ վերջում չմոռանաք արտասանել Սերդեչնի պրիվետա Հարութինա Զիմզիմովա։ Ես Եվրոպայում հյուրախաղերի ժամանակ էր, որ ամեն ինչ կատարվում է, երբ որ ես տեսա սրանք ոնց են հանգիստ կամերայի առաջ, այս կամերաները փակում, ցած նկարելով, հա։ Ես մեղմ շփտում էի, մեղմ ասած, ես ի՞նչ կապիտություն է։ Որովհետև Գասպարյան Վովան 2 րոպեում ընդամենը սրանց բոլորին լրիվ լեգիտիմ, լրիվ հիմնավորված կարող է կալանավորել ու մասնավոր գույքը
չացնելու, աշխատանքը խոչընդոտելու համար հոդվածով տաներ փագել ինչքան որ պետք է, դատարանը որոշեր քանի տարի են տալի։ Սրանց մասին դեռ Հայաստանը ոչ մեկ չգիտեր, այսինքն բուն Երևանը այս կապիկների գոյության մասին դեռ ինչ են անում, չգիտեր։ Բայց ես որ տեսա դա են ասում եք ապուշի տեղ դրել։ Հիմա սա է։ Հիմա ինձ ասեք տեսնեմ, որ բարոյական մարդը, այս լկտի, այս այլասերված, ստախոս, խաբեբա, այս ոչնչությանը լուրջ կվերաբերվի, չեմ ասում աջակցելու մասին, որ բարոյական մարդը, որովհետև գիտեք, ինչ է նշանակում աջակցություն, աջակցությունը դա դիմացինի մեջ սեփական եսը տեսնելու, ես ըստ դրա աջակցելու մասին է։ Եթե մեկը աջակցում է Փաշինյան Նիկոլին, ուրեմն Փաշինյան Նիկոլի մեջ տեսնում է սեփական եսի արտացոլանքը, սա հայելանման է, արտացոլանքն ասել, չիրականացած երազանքներն է տեսնում, իր նմանին է գտել, դրա համար էլ աջակցում է։ Իսկ եթե այդ աջակիցների թվականակը շատ է մեր հասարակության մեջ, ուրեմն որպես հետևանք այդ հասարակությունը դատապարտված է ոչնչացման եւ այդտեղ ոչ ես, ոչ դուք, ոչ ամենալավ, ամենանվիրյալ մարդիկ, որ պատկերացրել իրենց կյանքը մի քանի անգամ տալիս մեր հայրենիքի համար, չեն կարող ոչ իման փոխել։ Եթե Նիկոլան նմանների տեսակարար կշիռը Հայաստանում շատ է։ Ես այդ թիվը չեմ կարող չափել, իմ ունեցած տվյալներով դրանք շատ քիչ են, մոտավորապես մաքսիմում 10%, չնայած մարդիկ կան, իսկ վստահեցնում եմ, որ դրանց թիվը անհամեմատ ավելի շատ է։ Դե գիտեք ինչ, պատմության ու մաթեմատիկայի հնարավոր չի վիճեն։ Թվերը շատ համար արգումենտ են։ Շատ։ Ես մաթեմատիկա սիրող մարդ եմ, ես գիտեմ, որ թվերի հետ վիճելը, գիտեք ինչ է, դա անիմաստ է։ Թվերի հետ ո՞նց կարաս վիճես։ Հա, թիվը կարծեք չի սիրում, թիվը։ Հա, թիվը ճաշակից, քաղաքական հայացքներից, համոզմունքներից դուրս է գտնվում, ինքը բարձրագույն ճշմարտություն է, թիվը։ Թվի դու չես կարող վիճել։ Իսկ եթե թիվը եղավ գերակշռող, նշանակում է մենք որպես ազգ, որպես պետականություն կարող ենք ուղղակի ճանապարհները փակել, մեր պատմության վերջերը փակել ու գնալ պատմության մի խոսքով դարակները։ Եվ այսպես Փաշինյանի ատելության քարոզը հաստատում է, որ իշխանությունը լծված է Ադրբեջանին ու Թուրքիային հաճոյանալու ամոթալության գործին։ Հայտարարությունը, ընդ որում հայտարարությունը եկել է Սկանդինավիայի հայերի միությունից, որը խստորեն դատապարտում է Նիկոլ Փաշինյանի հայ առաքելական եկեղեցու դեմ այս հակազգային հակաժողովրդական քարոզությունը։ Հայ առաքելական եկեղեցու եւ նրա հոգեվոր դասիդեն Փաշինյանի ատելության քարոզը հայ ինքնության ու արժեքների նվաստացումն անընդունելի են, միայն հաստատում են այս իշխանությունը լծված է հայ ազգային արժեհամակարգը տարալուծելու եւ Ադրբեջանին ու Թուրքիային հաճոյանալու ամոթալի գործի։ Մենք կոչ ենք անում ազգային ուժերին, հայությանը եւ երկրի հայ ժողովրդի բարեկամներին համախմբել հայ առաքելական եկեղեցու շուրջ եւ միասնաբար պաշտպանել մեր սրբությունները, հավատքը, ազգային արժեքներն ու հայրենիքը։ Ես Սկանդինավիայի հայերի միություն։ Շնորհակալ եմ, պարոնայք։ Ես դեռ միանում եմ, որովհետեւ պատկերացրեք դուք ես երբեք չեմ թաքցրել, որ ես հայ առաքելական եկեղեցու ոչ հետևորդն եմ, ոչ էլ իրենց աջակիցը, բայց տվյալ պահին, հա, մեր ազգը մի բան պետք է ունենա, կորիզ, որի շուրջ պետք է գոնե պետականության բացակայության ժամանակ ինքը համախմբի։ Այսօր մեր պետականությունը աշխատում է մեր դեմ։ Եվ այդ պետականությունը, որ հիմա աշխատում է ընդհանրապես մեր տեսակի դեմ, նա ոչ թե դեմա կաթողիկոսին, ոչ թե դեմա քրիստոնեությանը միայն, ոչ, ինքը հասկանում է, որ այս ազգը պահել է քրիստոնեությունը, նշանակում է, որպեսզի ազգին քանդես հիմնովին, պետք է ավիրես իր հիմնական այն ինստիտուտը, որի շուրջ ինքը համախմբված է։ Ես կոչ եմ անում աշխարհի բոլոր կենտրոնների, բոլոր միություններին, դա կլինի Սկանդինավիայի հայերը, դա կլինի, չգիտեմ, Ավստրալիայի, Հնդկաստանի, հա, Սինգապուրի, որտեղ ուզում լինի, խնդրում եմ արձագանքեք, գրեք ձեր հայտարարությունները, տարածեք։ Մեզ բոլորից դա շատ պետք է, մասնավորապես Հայաստանում ապրող հայերը դրա կարիքը շատ ունեն, որովհետև իրենք գտնվում են այն վիճակում, որ անօգնական հիմնական
սպասում են որտեղից է օգնության ձեռքը գալու։ Իսկ հիմնականում նրանք ակնկալում են իրենց եղբայրների, որոնք օգնությանը, որոնք ապրում են Սփյուռքում։ Հավատացեք հոգեբանորեն շատ կարևոր է դա Հայաստանում ապրող մեր ընկերների, եղբայրների, քույրերի համար։ Շնորհակալություն։ Բայց դա կողքը եւս մեկ բան կազում եմ ձեզ ցույց տամ, բայց չէ, նաեւ կներեք, բայցը տեղին չէր։ Երևի բոլորս հիշում ենք, որ Շվեյցարիայում կազմակերպվել էր այն միջոցառումը, որ առաջացրեց այս հիստերիան։ Հիմա ասենք կարճ Եվրոմեդիա 24-ի պատրաստած նյութը։ Մի փոքրիկ հատված եմ ցույց տալու դա վերաբերյալ։ Մենք ստատուս քվո հաղորդաշարի հերթական թողարկում Եվրոմեդիա 24-ի տաղավարում ես քաղաքագետ Գեորգ Մելիքյանն եմ, այսօրվա զրուցակիցը Շվեյցարիա-Հայաստան պատգամավորական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը։ Սարգիս, ողջունում եմ ձեզ։ Ողջույն ձեզ, Գեորգ։ Սարգիս, մենք խոսելու ենք այսօր մայիսի 26-ին մեկնարկած մի նախաձեռնության մասին, որը բաղկացած է 19 պատգամավորներից եւ կոչվում է Լեռնային Ղարաբաղում խաղաղության շվեյցարական նախաձեռնության հանձնախումբ։ Ես ուզում եմ հասկանալ սա ինչ է եւ դուք ինչ ծրագրեր ունեք, բայց ես մինչեւ սկսելը թույլ տվեք մի ուղղակի բանի մասին անդրադառնալ։ Դուք գիտեք, որ այսօր առավոտյան Հայաստան Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շատ ես չգիտեմ ինչպես անվանեմ, գրառում է արել, որը խառնել է բոլորի հոգիները, մտքերը, առաջին անգամը չի, ցավոք վերջին անգամը չէ։ Բայց ոմանք նաեւ այստեղ որոշակի Monday CRM has the best բան են տեսնում, այսինքն կարծում եմ, որ սա գալիս է նրանից, որ օրինակ մասնավորապես դուք բարձրացնում եք Արցախի խնդիրը։ Բայց բանալի բառ ասես կարծում եմ նաև վերջինը չի։ Այո, ները չի հանգստանալու, ները միջև չքանդի, չիրականացնի վերջին հանձնարարությունը, նա չի հանգստանալու։ Շվեյցարիայում եկեղեցին եւս կարծեք բարձրացրել էր Արցախի խնդիրը։ Եվ սա ոմանք համարում են, որ պատասխան է այդ նյարդային կամ միտումնավոր կամ հաշվարկած պատասխան է Արցախի խնդիրը նորից լրացնելու համար։ Խնդրեմ։ Ուրեմն ես գիտեմ, որ գրառումի մասին է խոսքը, թե իրեն, թե իր գնոջը Տիգին Աննա Հակոբյանի։ Ես իրականության մեջ մեկ ուղում պարոն Շահինյան, Աննա Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի կինը չի։ Ինքն էլ է դա ասում, որ իր կինը չի։ Տագությունը չեմ ուզում վերլուծել, որովհետև ինքս թույլ չեմ դար այդ տեսակ մագարտակի գերարումներ մեկնարկելու, քանի որ նույնիսկ վստահ չեմ, որ դա ընդհանրապես Իրանից է, որովհետև մի վարչապետի կողմից ես դժվար կարողանամ երևակայել, որ այդ տեսակ անդրադառնում կարողանա լինել։ Ասեմ, այդ նույն կարծիքին են բոլոր նրանք, ովքեր առավոտ բացահայտեցին, որտես բանագետ, բայց նույնիսկ ես, որ ամեն ինչ սպասում եմ Փաշինյան Նիկոլի կողմից, ես մտածեցի դե լավ, դժվար, երևի էջն են կողմցել, որ այս կարգի տականք չի կարող լինի։ Դե մարդկա միջև չի հավատում, որ դա հնարավոր էր, հնարավոր է։ Ու ինքն էլ ասել, որ ինքն արել է։ Դա իր կողմից է, Սարգիս, դա իր կողմից է ինքը հաստատել է, պատասխան է տվել, նորից շարունակել է իր պատգամավորներն են այդ թեման վերցրել եւ շարունակում են այդ ու միջև շարունակում պայպը բռնել։ Այո, բայց ես չպիտի մեկնարկեմ։ Ես չպիտի մեկնարկեմ, որովհետև դա ինձ համար վարգապեգիչ մի բան է։ Չէ, բայց դուք կապ տեսնում եք, ենթադրենք Արցախի։ Չէ, ասեմ։ Ես կարծում եմ, որ երկու հնարավորություն կա։ Մեկը դա այն է, որ Արցախի խնդրի հետ կապ չունենա, այսինքն դա իրեն սովորական մագարտակը լինի դժվարությունների ընդհանրապես անդրադառնալու։ Երկրորդը կարող է, որ հենց Արցախի խնդրի հետ կապված լինի։ Երկրորդ խնդիրը պետք է ասեմ, որ բանի հետ կապված է, իրեն չգիտելիքներու մասին է խոսքը։ Նույն ցեղով ինչպես որ ինքը անդրադարձել էր եւ ու ամիս առաջ կարծում եմ, հենց խորհրդարանում ինչ որ գվերապերի այդ բանի հետ կապված, մոցիոնի հետ կապված, որը ընդունվել էր վերին բալադի կողմէ։ Շվեյցարիայի։ Ինքը կաղապար չուներ թե ինչ տեղի ունենում։ Իսկ մի քանի օր վերջը նաև Արարատ Միրզոյանին հարցուցին արտգործնախարարին, թե սա ոնց է անդրադառնում, ոնց են բռնում այս իրողությունը եւ ինքն ալ ոնց որ թե չկարողացավ դա մեկնաբանել, որովհետեւ խոնալ երկու հնարավորություն կա, կամ չեր իմանում, կամ իմանում էր եւ ժխտում էր մեկ ցեվով։ Երկու դեպքում ալ դա ոչ միայն այն երևակայելի, այլ անընդունելի մի գացություն է։ Մանավանդ առաջին եւ երկրորդ թեմքի հանրապետության երկրորդ թեմքերի կողմն է։ Եթե Արցախի բարձրացնելու խնդիրը իրեն դժվարություն է տալիս եւ մեղմ արտահայտվում, ուղղակի վերջին վարքյանին պետք է չէ սպասել այդ բանը ասելու եւ ընդհանրապես հնարավորությունները կան, կանալները կան կարողանալ իրար հետ խոսելու։ Մանավանդ որ ես թե վարչապետին թե արտգործնախարարին անձամբ ճանաչում եմ։
Այսինքն այդպես չի, որ չի կարելի ընդհանրապես խոսիլ ինչի մասին դեղի է ունենում։ Ես սա խաղալիք չէ, Գևորգ։ 19 պատկամ Գա գախնի պիտի ասեմ, պարոն Շահինյան, այո, գուցե ձեզ անձամբ ճանաչում է ինքը, բայց այս տեսակը, այն տեսակը չի, որ կարողանա խոսափողը վերցնել, զանգել, ասել, պարոն Շահինյան, գիտեք, կարծում եմ սա նպատակահարմար չի։ Նրանք սա հասարակ տղամարդու երևի կեսվածք ասա, դա նրանք զրկված են։ Նրանք եթե մի բան պետք է անեն, նրանք անում են ուրիշի ձեռքով, թաքուն, որ հանկարծ իրենց դա չվերաբերվի, որտեղ դուք որ ձեզ ասեն մի արեք, դուք կարող եք հարցնեք ինչու, այդտեղ ինքը չուներ պատասխանը։ Հա, զանգել, ուղիղ շփվել դա հատուկ է տղամարդկային կեցվածք, բարոյական կեցվածք, առանցք ունեցող մարդկանց համար։ Սրիկաները միշտ հետևից զարտուղի ճանապարհներով են անում նման բաներ։ Համավոր բոլոր կուսակցությունների կողմէ, որոնք օժանդակ կոմիսիոն են ստեղծում, հանձնախումբ Ղարաբաղի հաշտեցման խաղաղության շվեյցարիական նախաձեռնության նպաստ, սա գուցե առաջին անգամը լինի աշխարհի մեջ, որ այս տեսակ բան դեղի ունենում է։ Այսինքն, եւ ամփոփեմ, եթե այդ տեսակ բանը արտահայտությունը իրեն անդրադառնումն էր այս Արցախի իրականությունը հիշեցնելու համար, դա ոչ կորեկտ առնվազն ասելով, ոչ կորեկտ ձև էր խնդիրին անդրադառնալու եւ ամենայն դեպս ոչ քաղաքական կամ քաղաքագիտական տեսակետեն իմաստու մի ձև։ Այսինքն նույն բանը ինչ որ ես իրականության մեջ Տիրանայում տեսա իրեն body language-ի հետ կապված, երբ որ Թուրքիո նախագահի հետ եւ Ադրբեջանի նախագահի հետ ինքը տեսնվեցավ եւ ինքը լրիվ երկրորդական թիրքի բան ունեցավ, թիրքորոշում ունեցավ, ինչ որ ինձ համար իբր հայության հետ սպառվող մի անձնավորություն ընդունելի մի վարգակից չի։ Խոսքը Տիրանայում երևի հիշում եք այն տեսարանը, որ մերժված որփի նման մի անկյունում նստած, քծնված, մի խոսքով։ Դա այդ բաները, որի մասին մենք շատ խոսացել ենք եւ բոլորը դա տեսել են, բոլորը հասկանում են, որ դա անընդունելի է ցանկացած արժանապատվություն ունեցող մարդու համար։ Դե հիմա գալիս ենք ամփոփելու։ Բայց այդ կարգի մարդը ոնց կարող է ունենալ ողնաշար, որը շատ մարտադիր է տղամարդու համար։ Կներեք էլ որ տղամարդ եմ ասում, որովհետեւ համար կարևոր է որ տղամարդ ունենա այդ ողնաշարը, որովհետեւ եթե տղամարդը չունի այդ ողնաշարը, այդ հենասյունը, ինքը ելիշ տղամարդ, ինքը ուղղակի չգիտեմ, արական սերի ներկայացուցիչ է, բայց ոչ տղամարդ։ Հետևաբար ինքը եթե չունի այդ ողնաշարը, չէր կարող զանգել ասել ձեզ պարոն Շահինյան, մի արեք այդ ազգանպաստ գործը, որովհետեւ ես սրիկա եմ, ես չեմ ուզում որ որևէ տեղ, որևէ ձև արծարծվի Արցախի թեման, հայրի Արցախ վերադառնալու մասին խոսակցություն, էնել ձեր կազմակերպած միջոցառման մակարդակի վրա, Շվեյցարիայի падգամավորներն են այնտեղ, հա, տեղի բողոքական եկեղեցին է, Անտիլիասի թևն է, Էշմիածինն է, բավոսա հանկարծ շարունակություն ստանա, չէ՞ որ ցանկացած նման միջոցառում դուք ինքներդ էլ ասեցիք հետագայում, ես ամբողջ ով ուզում է թող նայի անպայման, բանը շատ լավ հաղորդում է, ձեզ վերնագիրը ցույց տամ, կարող եք ուղղակի գտնել։ ՀՀ իշխանությանը ձեռնտու չէ Շվեյցարիայի կողմից ԼՂ իրավունքի աջակցության գործընթացը։ Դա կարող եք հայերեն հավաքել եւ կբերի այս հաղորդումը։ Ինչ որ Ինչպես դուք հետագայում նշեցիք, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի համար չափազանց անցանկալի են նման միջոցառումները։ Այստեղ հարցն չես նաև, որ եթե ամեն դեպքում, այս ամեն բոլոր հարցերի որոշողները հարց բարձրացնողը հիմնական դա Հայաստանի Հանրապետությունն է, որը չի անում դա, ապա ինչ օգուտ ունի եւ ինչ իմաստ ունի նման միջոցառումները Սփյուռքի կառույցների կողմից նախաձեռնումը, ես այդ հարցին ինքս եմ ուզում պատասխանել լրագրողին, որ չափազանց մեծ կարևորություն ունի նման միջոցառումները, որոնք ակտիվ են պահում թեման, որ հանկարծ ոչ մեկի մտքով չանցնի, որ սա մոռացված, լավ, ինչ եղել է, անցավ գնաց։ Ոչ։ Նույն բանը չի, ոնց է լավ, բանը Ռուսաստանը մտել է Ուկրաինա։ Հա, լավ, ինչ անենք, մտել է, լավ, անցավ գնաց։ Արեք մոռանալ։ Չէ, այ կա մոռանալ
բոլոր երկրները մեծ սիրով կմոռանային, չէին մտնես պատերազմի մեջ, եթե ուկրաինական ժողովուրդը չկռվեր իր ճշմարտության եւ իրավունքների համար։ Այդ դեպքում վստահ եղեք, քաղաքակիրթ աշխարհը, վայ, ինքան մեծ հաճիկով կմոռանալ այդ ամեն ինչին։ Այո, մեկ-մեկը հիշեին, խոսեին, քննադատեին, հա, բան, որպես մարդու իրավունքների խախտման օրինակ, բայց ոչ ավել։ Ոչ մեկ չէր գալու, չէր ստիպելու ուկրաինացիներին կռվել, հատուկ զենք չէր տալու դրա համար։ Հա, զուտ դիվանագիտական իրավական առումով դա խոսվեր, դրա մասին ամեն ինչ կասվեր, բայց այս վիճակը չէր լինի։ Այս վիճակի միակ շարժիչ ուժը դա ուկրաինացի կռվող ժողովուրդն է։ Հիմա նույնը պետք է մենք անենք, որ հետագայում երբ որ կունենանք կառավարություն ազգային, արդեն կրակը վառ կլի, մենք ստիպված նորից կրակ չենք վառելու։ Հիմա Սփյուռքի մեր ընկերները, մասնավորապես պարոն Շահինյանն ու մնացած մեր ընկերները, ովքեր նման նախաձեռնություններ ունեն պլանավորած, իրենք կրակն են վառ պահում, որ ցանկացած ժամանակ արդեն երբ ունենանք մենք իշխանություն ազգային, այդ կրակը վերցնի ու դառնա պետական քաղաքականություն։ Այդ իմաստով չափազանց կարևոր են բոլոր տեսակի քննարկումները, հանդիպումները, ֆորումները, հայտարարությունները, չգիտեմ, գիտական կոնֆերանսները չափազանց կարևոր են, որովհետև եթե հույսներս մնա այս պետության վրա, այս չպետության վրա, հա, իրանք դա չեն ան, ոչ միայն չեն անելու, իրանք մոռացության են տալու։ Գնանք առաջ։ Այսպիսի մի տեքստ եմ ուզում ձեր համար կարդամ։ Պաստորեն իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրում է. այդ չստացված սեքսապատոլոգ, միշտ դու կախվում էիր սա նրա բանից, ասում են Մեղրիում ռուս սահմանապահները մեծ մաքսանենգության շղթա են բացահայտել։ Պատում են, որ շղթայում ներգրաված են եղել քո պետական ծառայողները եւ որոշ ուժայիններ, որոնք օգտագործել են պետական գույքը։ Ավելին, ասում են պետության հասցված վնասը կազմում է 945 միլիոն դրամ 7 ամսվա ընթացքում։ Ասում է, որ ԱԱԾ խնդրել է շուխուր չանել, որ նախարարների անունները չհրապարակես։ Ասում մի բան կասես այդ մասով։ Ես հավատում եմ, ես կարծում նույնիսկ այս Արամ Հովհաննիսյանին հեռացնելու աշխատանքից անելու հանգամանքը հենց նաև կարող է դա հետ կապված լինի, որովհետև թմլա նյութերի տեղաշարժը, հա, այդ ամբողջ բիզնեսի մի ամբողջ պատասխանատվության մաս ընկած էր այդ նախկին չինովնիկի վրա։ Եվ ասում են այսօր նույնիսկ ոստիկան են բռնել հենց թմրանյութ վաճառելու պահին, պատկերացնում եք, ոստիկան են բռնում, որը թմրանյութ է վաճառում։ Կանչեմ։ Թմրանյութ սրելու պահին թմրանյութերի շրջանառության դեմ պայքարող ոստիկաններ ձերբակալվել։ Ինքը նայկով է ձերբակալվել թմրանյութ սրելու պահին, ուրեմն Շիրակի մարզի վարչության ավագ օպեր, պատկերացնում եք, վարչության ավագ օպերա ձերբակալվել հենց թմրանյութ սրելու պահին։ Ուղղակի երևի այդ օրը չեն ասել, էլ չի կարելի, կամ մի արա։ Այսօր կարող է գան բռնեն, կամ չգիտեմ, կամ այսօր բռնելու օր է, հա, կամ նոր պետք է փոխվի, կարող է մի քանի հոգու բռնի հանի գործից, որ նոր մարդկանց բերի նշանակի։ Այն որ Հայաստանում թմրանյութը տարածվում է հենց ոստիկանների կողմից իրենց վերահսկողության տակ, ես որ ասում եմ ոստիկան այդ քննչական, դատախազություն, ԱԱԾ բոլորը մեջն են։ Այն որ ասում է ուժայիններից ռուսներն են դրում, հետաքրքիր է, չէ՞։ Հետաքրքիր ռուսները ոնց են դրում։ Ամեն դեպքում կիմանանք, ոչ մի բան թաքուն չի մնում Հայաստանում։ Հայաստանը այնքան փոքրիկ է։ Ափսոստը այն դոգի տեղը սեղեր է բաց։ Դողը լրիվ ինֆորմացիան, ասենց սկուտերի վրա կտար, որտեղից ում ինչքան փող ա տվել, ում բռնեցին, որտեղում այդ գործի մասնագետներ։ Ափսոս ինքը հիմա չի կարողանում այդ ինֆորմացիան տալ, բայց ամեն դեպքում հիմնական ինֆորմացիան որն է, որ նախարարներն ու ոստիկանները դրա մեջ խառնված են եւ որպես փաստ այսօր մեկին էլ բռնել են, բայց նորից հիշեցնեմ ձեզ, բռնել են ոչ թե նրա համար, որ դա աչքերված է, այլ պատկերացնում եք ավակ օպեր են բռնել, կդատեն,
փողը կվերցնենք թողել, իր տեղը ազատա, կծախեն մեկի վրա։ Դա շատ նորմալ բան է։ Հիմա չգիտեմ Արամ Հովհաննիսյանի ճակատագիրը ոնց կորոշվի։ Իրան ինչ են անելու, ոնց են անելու, բայց այս շրջանակներում է ինչ որ կատարվում է։ Սրա հետ միասին ավելի քան 105 միլիոն դրամ եկամուտ 3 մեքենա, ինչ հայտարարել է Աննա Հակոբյանը։ Սա հիշում եք սա ով է։ Հիշում եք, չէ՞։ 24 թվականի հայտարարել է 2 բնակարան, որից մեկի միանձնյա սեփականատերն է, մյուսինը բաժնային, որը ժառանգություն է ստացել 2006 թվականին։ Հաշվետու տարում Աննա Հակոբյանը հայտարարել է 3 տրանսպորտային միջոց, ես չեմ կարծում ինչ միջոց է, արժեթղթեր եւ այլ ներդրումներ բաժնում Աննա Հակոբյանը հայտարարել է 2009-ին ձեռք բերված բաժնեմաս 25000 դրամ արժեքով։ 24 թվականի ընթացքում փոխառություն է տրամադրել Իջևանատուն ՓԲ-ին 49 միլիոն 350 հազար դրամ, արդեն ստեղ գնաց միլիոնները, արդեն գնում ասել միլիոնները։ Որպեսզի շատ մանր թվերի հետևից չընկնեմ, ընդհանուր 105 միլիոն դրամ։ Կասեք, ինքը ինչ է աշխատում ընդհանրապես, ինքը ով է։ Ինքը ով է։ Ինքը ինչ է աշխատում։ Կարող ես էլ աղջիկնա, որ ժամանակ առ ժամանակ Հայաստանի փողաշխատող տղամարդկանց ասում արեք ստեղ, բերեք պետքա, ինձ փող է պետք, բերեք մուծեք։ Կարող է տակ։ Կարող։ Հիմա չգիտեմ ուղղակի, ռեկետը օրինականացված է Հայաստանում արդեն։ Հա։ Որպես ինչ են տանում այդ փողերը տալիս հրա։ Սա ընդամենը հայտարարագրվածն է, ես հələ չհայտարարվածների մասին չեմ խոսում։ Այն որոնք արդեն վաղուց դրսում են, ճամպրուկներով հոսել են դեպի Շվեյցարիա ու դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Հələ դրանց մասին չեն խոսում։ Դա միլիարդներ են արդեն։ Միլիարդներ, որի նախանձումը նույնիսկ Ռոբերտ Քոչարյանն է, ասում է abidն է դաժե։ Այո, միջավայրը ապականող մարդիկ այնքան ցածրում են, որ ստիպված է իջնել իրանց վիրավորելու համար։ Պատկերացնում եք։ Այս իջնելու տեղը կթեփասում են, միջավայրը ապականող մարդիկ, տեսնեք սրանք, սա չեն ասել, որ չկա Հայաստանի միջավայրը ավելի ապականող երևույթ, քան իրենց ընտանիքով։ Դրանց գումարած իհարկե իրանց ողմակը, այդ մետաստազների փունջը, գիտեք մետաստազներն են մահանում։ Ցանկացած օրգանիզմի մետաստազները մահանում են այն ժամանակ, երբ որ մահանում է օրգանիզմը։ Ցանկ չեն հասկացել, օրգանիզմը սպանելով իրանք էլ են մահանալու։ Բայց ուրիշ տարբերակ էլ կա, երբ որ օրգանիզմը ուժեղ է լինում, ասենք իմունիտետը բարձր է լինում, ինքը կարողանում է խեղդի այդ մետաստազներին։ Հիմա ես համար եմ ասում, մեր իմունիտետից է կախված։ Կամ իրանք սպանեն մեզ, հետո իրանք կմահանան, կամ մենք իմունիտետ ցուցաբերենք եւ իրենց, հա, իմունիտետը կխեղդի այդ մետաստազներին։ Երկուսն էլ շատ բնական եւ տրամաբանական ելք է։ Շատ բնական եւ տրամաբանական ելք։ Եթե նկատել եք, ես դրա վրա առանձնապես չեմ բանանում։ Ընդունում եմ երկուսն էլ։ Ինչպես որ կա։ Որը կլինի, նշանակումը տենց է։ Հիմա օրգանիզմը թույլ էր։ Կամ օրգանիզմը ուժեղ էր եւ խեղդեց այս վարակին։ Այսօր Աննա Հակոբյան, դու ոչ միտեղ չես իջել, դու իջացել ես ամբողջ հանրապետության խոսույթը։ Եվ այսպես, հիշում եք Ռուբեն Ռուբինյան կար, այն թուրքական գործակալ ոչնչությունը, որ ասում էր, ընտրությունները 26-ի լինելու է Փաշինյան Նիկոլ եւ Ռոբերտ Քոչարյան տարածքում։ Եվ այսպես արդեն Լևոն Քոչարյանը սկսել է հանդիպումներ իրականացնել մարզերում։ Եվ ես անգամ գրացել է Արարատ Արագածոտնի մարզ, սկսել է անդերից։ Նա ինքել է։ Ասես բարի։ Այս
Մնա 10 օր մտնիմ 88-ի մեջ։ Տալուց ենք արմիները հիմա Այսօր ոչ թե Ռոբերտ Քոչարյան, այլ Լևոն Քոչարյանն է մտնելու պայքարի մեջ, ու ինքը արդեն սկսել է։ Եվ ինչպես նկատեցիք, ամեն մի գյուղն էլ ունի իր Քոչարյանականը, իր Նիկոլականը, այսինքն կարելի ասել մարդիկ քիչ են մնացել։ Մարդ, որ հասկանա, որ երկուսն են նույն աղբն են, երկուսն են նույն սեյրական մարդասպանները։ Եվ չի կարելի դրանց ձեռքին ձեռք տալ։ Հա, որտեղ երկուսը ով դրանց ձեռք է տալի, իր ձեռքերն էլ է այուն օդվում։ Եվ այսպես հասուն արձանագրենք, որ ոչ թե Ռոբերտ Քոչարյան, այլ Լևոն Քոչարյանն է մտնում որպես տեխնացու եւ նա սկսել է իր քարոզարշավը եւ եթե նկատեցիք, սա տարածումը, նայենք այսօր թերթներ, որ այո, ինչպես ես ասում եի, Երևան Today Ռոբերտ Քոչարյանի կայքն է, որ սկսել է արդեն իր քարոզարշավը հօգուտ Լևոն Քոչարյանի։ Ես ես նորից հիշացնեմ ու անցնեմ առաջ, հա, որ դուք ուզում եք իջեք բարձրացեք վերև, իջեք ներքև, խփեք ձեզ աջ, խփեք ձեզ ձախ, ձեր համախառն, ձեր երկուսի Նիկոլի ու Ռոբերտի համախառն ձայների քանակը չի անցնում 20%-ը հանրապետության։ Չի անցնում ուղղակի։ Դուք երկուսով 20% չեք անցնում երկուսով, հա։ Լավ, 21 թող լինի։ Մնացած մասը նոր դեմքեր են սպասում։ Ու մենք էլ հանդարտ համբերատար կսպասենք, ասենք ով է լինելու այդ նոր ուժը, նոր մարդը, որ հայտ կներկայացնի։ Չնայած շատ դժվար է լինելու մեդիայի տարածքում այս նոր դեպքին կամ նոր ուժին հնարավորինս օգտակար լինել, բայց դե հիմա սա է։ Կօգտագործենք այն ինչ որ ունենք, որովհետև երկու մեդիայի 90% պլյուս Հայաստանում 90-95% հենց այս երկու առանցքի շուրջն է, պատահական չեն արել սա։ Հա, կամ Քոչարյանն է պատկանում, կամ անի պետական, ասեմ, կառավարությանը։ Այնտեղ կարող է տեղ-տեղ Սերժ Սարգսյանին կից մեդիաները կարող է մեկ էլ բալանսի համար սկսեն ուրիշներին բանանել, հովանավորել, այսինքն հնարավորություն տալ եթերներ տալ, դա ընթացքը ցույց կտա, բայց որ հիմնականում եթե Սերժին էլ դնենք իրանց հետ 95% ավել, չեմ ասում այնտեղ ազատ մեդիա չկա, թողենք մի 5% ինչ որ մի բան կա, հա։ Այդ 5%-ի մեջ ես էլ եմ մտնում, պատկերացեք դեռ ինչքան քիչ տեղ ունեց։ Իրանց ձեռքն է լինելու։ Ուղղակի պետք է հույսներս դնենք մեր ժողովրդի գիտակցության, որպեսզի հասկանան, այսի չի կարելի, սա չի կարելի, սա փորձած է, այս մեկին չեն փորձել, կարող է նոր բան փորձենք էլի վերջը։ Նա այստեղ։ Վանաձորի նախկին քաղաքապետն ու եղբայրը 50,000 դրամի դիմաց են վաճառել Մարտկետի վերագործող հիդրոկայանը, որտեղ տնօրեն է դարձել վարչապետ Փաշինյանի եղբայրը։ Կասկածահարույց գործարքը կնքվել է Դարբինյան եղբայրների ու Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի 20-ամյա եղբորորդու Յուրի Քոքոբելյանի միջև անցած տարվա խորհրդարանական ընտրություններից 2 ամիս առաջ։ Պետական ռեգիստրի տվյալներով վաճառքի օրն իսկ ընկերության տնօրեն է դարձել վարչապետի եղբայրը Արմեն Փաշինյանը, որ բնակվել է Ռուսաստանում ու Հայաստան է վերադարձել 2018-ի հեղափոխությունից հետո։ Ազատության գրավոր հարցումից հետո պետական ռեգիստրը տրամադրել է 1.5 էջանոց առովաճառքի պայմանագիրը, որում նշված է. Վաճառողներն իրենց պատկանող 100% բաժնեմասերը վաճառում են գնորդին սեփականության իրավունքով։ Բաժնեմասերի վաճառքի գինը կողմերի համաձայնությամբ սահմանվում է 50,000 դրամ։ Ընդ որում նույն ռեգիստրում տեղադրված կանոնադրության համաձայն ՀԵԿ-ը տնօրինող Արգիշտի երկու ընկերության 50,000 դրամով վաճառված բաժնեմասի արժեքը մոտ 250 միլիոն դրամ է, ավելի քան $500,000։ Սկսած $500,000 դոլարանոց հիմնարկը ՀԵԿ-ը վաճառում են 50,000 դրամով։ Գիտեք սա ինչա կոչում։ Ռեկետ։ Նվիրատություն։ Կաշառք։ Ինչ ուզում եք ասեք, բայց եթե 250 միլիոնանոց, այսինքն $500,000-ից ավել փող է։
կես միլիոն դոլար ավել գույքը վաճառում են $100, սա իր անուն ունի, որը հաստատ վաճառք չի է։ Հայաստանի էլեկտրացանցեր ընկերության տեղեկատվությամբ այս հեկը միայն 2019-20 թվականներին մոտ կես միլիոն դոլարի արտադրանք է թողարկել։ Ինչու է Երկու տարվա մեջ, մեկ տարվա մեջ պատկերացնում եք, կես միլիոն դոլար եկամուտ է տալի, բայց հիմնարկը վաճառում են 50,000 դրամով։ Սա վաճառք չի։ Սա կոչվում է կաշառք։ Դարբինյաններն այս եկամտաբեր հիդրոկայանը վաճառել այն էլ մոտ $100-ով։ Արդյոք վաճառքի պահին ընկերությունը վարկեր կամ պարտքեր է ունեցել։ Նախկին քաղաքապետն ու եղբայրը հրաժարվում են մեկնաբանել։ Ես ընդհանրապես ոչ մի բան չեմ կարող պատասխանել։ Ամեն դեպքում որոշումը ինչի է տեղկա։ Բիզնես, դա լավագույն բիզնես ծրագիր էր, ինչն էր պատճառը, որ Պետրեգիստրի տվյալներով նոր սեփականատերը երիտասարդ Յուրի Քոքոբելյանը տարբեր բիզնեսներում կամ սեփականատեր է կամ տնօրեն։ Նրան հնարավոր չեղավ գտնել Երևանի իր հաշվառման հասցեում։ Իր գործունեության հետ կապված տեղեկություններ նույնպես որևէ տեղ չկա։ Առավել հայտնի է նրա Տեսեք Քոքոբելյանի։ Սև արնետը, սև սատանան։ Ադամ Սարգսյանի տեղակալը։ Եմ որ մտածում են ոնց անեն տեղավորեն սահմանադրական դատարանում, որ Նիկոլ Փաշինյանի որոշումներ ավելի սաղուն գնա։ Մարդ, որ պրծեց համաներման օրենքը հեղափոխություն կներեք տեղափոխությունից հետո մի խոսքով խոսքը Արտակ Զեյնալյանի մասին է, նույն համակարգն է, նույն համակարգ։ Սրա տղեն առել է, որի տնօրենը հենց միանգամից դառնում է Նիկոլ Փաշինյանի եղբայրը։ Գիտեք ինչի։ Լսենք։ Հորեղբայրը Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը նա մեր զանգերին ընդհանրապես չպատասխանեց։ Հնարավոր չեղավ պարզել ինչպես են կարողացել համոզել Դարբինյան եղբայրներին $100-ով վաճառել ընկերությունը, որ նրանց 10 տարի եկամուտ էր բերել։ Հեկի պետ ներկայացած Տարին կես միլիոն դոլար փող է տվել այդ հեկը։ Տարին կես միլիոն դոլար փող է տվել ու իրանք $100 վաճառել։ Աշխարհիկ նորեր առաջ Ազատությանն ասել էր, որ գործունեության 10 տարիներին հիդրոկայանը երբեք երկարատև կանգ չի առել։ Եթե խափարություն ալնու կամ Потому что я Ինչ որ է, պարզվեց, որ վաճառողը Վանաձորի քաղաքապետը բնեք իր վրա բազմաթիվ հոդվածներ ունի քրեական, քաղաքը թալանելու, այնտեղ կոյուղա ջրերի մաքրման կայանը թալանելու, սեփականաշնորհելու եւ այլն եւ այլն եւ այլն։ Մեծ հոդվածներ։ Եվ որպեսի չդատվի, ինքը $100-ով նվեր է տվել այն հիմնարկը, որը տարեկան կես միլիոն դոլար եկամուտ է բերել։ Ու միանգամից դառնում է դա սեփականատերը նույն թեմից մեկը Քոքոբելյանի հետ կապված, որը Արտակ Զեյնալյանի հետ այն կապված տեսակների։ Ամեն դեպքում ու տնօրենը միանգամից դառնում Նիկոլի աղբերը։ Ասեմ ուրիշ ձև։ Վաճառվում է, տալվում է Նիկոլի ուղղակի սեփականատեր իրանց կրուգից մեկը, ֆիկտիվ։ Չգիտեմ, Հայաստանում մարդ կա, որ հավատում է, որ Հայաստանում կոռուպցիա չկա։ Եմ որ ասում եմ, այս բոլոր հանցագործները, որ պետք է նստեին, բոլոր հազարավորներ, միլիոնավոր դոլարներ են տվել, այսենց, տարբեր ձևերով, մեկը քեշ փողով, մեկը հեկն է տվել, մեկը իր տունն է տվել, հիշում եք, չէ՞ որ բանը, դեպս Հովիկ Աբրահամյանը, իր տունը մանումենտի, եւ ոչ միայն տունը, մեկը հյուրանոցը, Ծաղկաձորի, եւ այլն եւ այլն։ Ամեն մեկը տարբեր ձևերով սրանց վարձատրվել է։ Ու այսօր մեկ էլ բարձվում է, որ Արմեն Գևորգյանը քիչ է տվել։ Արմեն Գևորգյանը հիշում եք, բանը չգիտեմ։ Ռոբերտ Քոչարյանի Արմենչիկը փաստորեն 5 միլիարդ դրամի փողերի լվասան մեջ է կանանում։ Այս անմեղ դեմքով տղեն։ 5 միլիարդ ընդամենը։ Ասում եմ 39 հատ տուն, ես խատարեք մի հատ բան։ Դա ցուցակ։ Ընդամենը 5 միլիարդ դրամ փողերի լվացում, պետական միջոցների վատնում եւ այլն եւ այլն։ 7 տարի է գիտեմ ես քրեական գործը Արմեն Գևորգյանի վրա։
7 տարի է այս մասին խոսում են։ Տալը մի անգամ թարմացնում են ժողովրդին, որ ասեն գործ ենք անում, այդ ընթացքում այդ 39 տնից չգիտեմ քանիսն է տալիս, որ էլի վերադառնում է խորհրդարան, բայց հետաքրքիր է, չէ՞ որ խորհրդարանում նստած են բոլոր նրանք բանից սկսած Տալոն Մատքարյան, Սեյան Օհանյան, Ալմեն Գևորգյան, հիմնականում նստածել են նրանց, որոնց վրա քրեական գործեր կա, որ այդ ամբյոնից ինչ ասես իրանց ասեն, նաև որ հենց դրա համար էլ իրենք ասենց ուշադիր լսեն։ Մեկ-մեկը կամակորություն անեն, բայց հանկարծ impeachment-ի չգնան, մանդատները վայր չդնեն։ Հիմա որտեղ Ալմեն Գևորգյանը որ մանդատը վայր դրեց, այս 5 միլիարդ դրամի փողերի լվացումից ո՞նց է պրծնելու։ Ո՞նց։ Բնականաբար Ալմեն Գևորգյանը ասես պիտի նստի, ինչպես Սեյան Օհանյանը, ինչպես Լևոն Քոչարյանը, մնացած բոլոր հանցագործները, Տարոնը, պետք է նստեն, լսեն այդ նվաստացումները ու միշտ ասենց իրանց հիշացնեն, հա, խելոք մնացեք, հա, նայեք այս գործերը կա, ակտիվա ձեր վրա եւ երբ պետք եղավ խոսանք առնվազն այդ մասին, դուք մի քիչ անհանգստանաք, որ չմտածեք, որ այս հաջորդ գիշերն եք տունը քնելու, էմիսիոններ եք քնելու, միջև կբերեք մի բան կտակ, հետո մի երկու ամիս էլի ձեր մասին կմոռանանք։ Ու այսպես միջև հաջորդ կառավարության փոփոխությունը։ Եվրախտի բնակիչները դժգոհում են, ասում են, արդեն մեկ ամիս է 1 գրամ ջուր չի գալիս մեր ծորակներից։ Եվրախտը պատկերացնում եք ջուրը դե այ լեռն է կողքնա։ Այս մարդիկ ջուր չունեն։ Սեր ջուր չունեն, մեղրիում ջուր չունեն եւ ընդհանրապես Հայաստանում ոչ մի բան իր տեղում չի։ Ոչ մի բան իր տեղում չի ու չի կարող լինել, որովհետեւ եթե մի համակարգ ինքը կոռումպացված ու հանցագործ է, այդ համակարգում ոչ մի առողջ բան չի կարող լինել, որպես կանոն։ Եկամուտի աճ $250,000 կրիպտոարժույթ բազմեմաս, ինչ է հայտարարել ՌԴ-ում հրադեսմանը։ Ես չեմ էլ ուզում նույնիսկ կարդամ։ Այս դեմքը նայում եք։ Քոչարյանից ժամանակվանից այս դեմքով է նստած։ Սերժ Սարգսյանի ժամանակով էլ այս դեմքով նստել։ Նիկոլ Փաշինյանի ժամանակով էլ այս դեմքով նստել ու որպես Ռուսաստանում դեսպան նստել։ Իրանք պրոբլեմ չունեն։ Սա անհայրենիք, փողը որպես հայրենիք համալող, հայ օլիգարխի դասական դեմքն է։ Ոսես նայես կասես գրզոյի հալալ աղբերը։ Գրզոյի հալալ աղբերն է, չէ՞։ Ասում եմ այս դեպքում։ Դեմք, որը ուղղակի ոչ մի բան չի ասում, մի հատ բան կա անդե։ Փող ու դրա դիմաց ինչ պետք է։ Ինչ պետք է ուղղակի էլի։ Հիմա տեղնդեղ $250,000 ավելացել իր կարողությունը, թե $250 միլիոն ավելացել, հավատացեք, արդեն էական չի։ Որտեղ այն էլ ինչ-որ հայտարարում են, հոդ ամեն ինչը չեն հայտարարում։ Պետք է մի բան ստիպված են ուղղակի հայտարարել, ստիպված։ Ուղղակի մի բան գրում են, էլի ամաչում են, ասեն գրեն 25, որ չասեն դες աղքատը։ Էլ կալություն է դրա։ Ազգային արխիվի նախկին փոխտնօրենը մեղադրվում է պետական դավաճանության եւ լրտեսության մեջ, քննչական կոմիտեն փակ է մնում մանրամասների հարցում, բայց միևնույն ժամանակ ոչ մի ձերբակալված չկա։ Հիշում եք այն բանը Լիլիթ Աղիկյանին, որ դատավորին մեկ ամիս առաջ ասել էր կոռուպցիոներ, գիշերով եկան, հավաքեցին տարան, կալանավորեցին, ոչ մի բան եմ։ Այս մարդիկ ազգային արխիվից նյութեր են տրամադրել Թուրքիային, գաղտնիքներ են տրամադրել, քրեական գործը կա, ոչ մի ձերբակալված չկա, քան տարի արդեն, կարդա։ Քննչական կոմիտեն հրաժարվում է հրապարակել, թե ինչ փաստաթղթեր են փոխանցվել Ադրբեջանին, Հայաստանի ազգային արխիվից, նշելով միայն, որ դեպքով հարուցվել է քրեական վարույթ, պետական դավաճանության լրտեսության հոդվածներով, տեսեք ինչ հոդվածներ է։ Մինչդեռ նախկինում մամուլում շրջանառվում էին լուրեր, թե ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է արխիվի ղեկավար անձանց թշնամուն տեղեկություններ փոխանցելու համար, սակայն քննչական կոմիտեն առավոտի հարցման արձագանքել է, որ այս գործի շրջանակներում ազգային արխիվի աշխատակիցներից ոչ
որ ձերբակալված կամ կալանավորված չէ, քրեական գործը քննում է ՔԿ քննչական կոմիտեն։ Փաստորեն ուրեմն պետականության սահմանության կարգի հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննությունը գլխավոր վարչությունը վարույթը հարուցվել է, քրեական գործը կա, փաստը կա, պետական մեղադրանք դավաճանությունը կա, ձերբակալված չկա։ Նման չի 44 օրյա պատերազմի դավաճանության ցիկլերի հետ։ Իմ մոտ այն բանն է, համոզմունքն է, որ եթե դու գրիշ գողանաս քեզ կդատեն, բայց եթե դու պետությանը դավաճանում ես, քեզ ոչ մեկ ձեր չի տա։ Սա բան չի, կարծիք չի, սա փաստ ենք արտոնագրում ընդհանրապես։ Փաստ։ Երևանի տրանսպորտի շարժակազմի խնդիրն այս տարի չի լուծվի, թե հավաքագրումներ են, հասկացաք։ Հիշում եք ինչ էինք ասում։ 50% տրանսպորտի հանգացնելը չէ լուծելու խնդիրը, բնականաբար, որովհետև ավելի շատ ավելացվել է այդ 50%-ի հետ կապված փողը հավաքագրելու միջանկյալ ծախսերը, թղթի տպագրությունը, այնտեղ մեքենաների տեղադրումը, մի խոսքով մի ամբողջ համակարգեր ներդրվել, որ ավելի թանկ էր արժանանալու, քան որ 100 դրամ տալիս էին իջնում էին։ Այսինքն քաղաքապետարան ավելի քիչ գումար պետք է ստանա տրանսպորտի շահագործման դեպքում, քան 100 դրամով նույնիսկ պատկերացնում եք, 50 դրամ թանկացնում ես, բայց արդյունքում ավելի քիչ ես գումար ստանում։ Եվ այս տխմարները խոստում են, որ այս տրանսպորտը չի լուծվելու։ Չի լուծվելու, աղբիջան, որովհետև քիչ են հավաքել։ Սա գիտեք ինչ է նշանակում, սա գոչվում է սաբոտաժ։ Ասեմ ես ընթացքում ինչ է եղել։ Նոր ընկերություններ ստեղծեցին, ամեն մեկի համար, մեկը թուղթն է բերում, մեկը թուղթն է տպագրում, մեկը այդ մեքենաներն է անում, մեկը ծրագրավորումն է անում, այսինքն լիքը բիզնեսներ ավելացեցին, ավելացած փողով սկսեցին իրենց բիզնեսները աշխատել, բայց իրականում քաղաքապետարան որպես եկամուտ քիչ փող մտավ։ Հասկանալի է, 400 դրամն էր մտնում, ուրիշ բան չէր կարող գնալ, չէ՞, 4 պլանը կա, այդ 100 դրամը գալի մտնում էր քաղաքապետարան։ Ասեն դրանից կգնալ ինչ որ կգողանային մեքենա սարքելու վրա աշխատավարձները։ Դա ուրիշ է, բայց ուղիղ էր, փողը գալիս էր կասա։ Չէ, հիմա փողը կասա գալիս է, բայց այնտեղ լիքը տեղեր է գնում, սպասարկումներ կան, տպագրություններ կան եւ այլն եւ այլն եւ այլն։ Ձեզ ինչ է թվում։ Ո՞ւմն են դրանք։ Ովքեր են մտել տրանսպորտի այդ բիզնեսի մեջ։ Երուսաղեմից չեն գալու, չէ՞ կամ Համզա Չիմանից պատահական մարդիկ ասեն, ես այս գործը անեմ, էլի։ Իհարկե ոչ։ Սա այն է, ինչ բերեց տրանսպորտի թանկացումը, ու դա պարզ է հենց առաջին օրվանից։ Ստի մի հատ լուծում կա հարցի։ Հանել այդ ամեն ինչը, վերադառնալ 100 դրամ։ Եվ հալուցել քրեական գործ, դիտավորյալ նյութական վնաս պատճառելու մասով։ Քաղաքապետարանի, տրանսպորտի վարչության բոլոր աշխատակիցների նկատմամբ, ովքեր պարտադրել են այս համակարգը, նաև Վազգեն Սարգսյանի քույր, կներեք, քույր չէ, Նիկոլի Հարճ, Վազգեն Սարգսյանի եղբայր, Արամ Սարգսյանի դեմ, Ավինյան Տիգրանի դեմ, բոլոր նրանց դեմ, ովքեր կողմ են քվեարկել եւ ամեն ինչ արել են, որ այս տրանսպորտի թանկացումը անցնի, որտեղ այդ տրանսպորտի թանկացումը պետք է բացարձակապես մենակ իրենց ու քաղաքապետարանից փաստորեն քաղաքապետարանը որպես կառույց քաղաքականից չօգտվեց, քաղաքը տուժեց։ Սա նշանակում է դա սաբոտաժ է քաղաքապետարանի եկամուտների նկատմամբ, պետության նկատմամբ։ Չգիտեմ, ես թեմա եմ տալի ավականի, գնացեք մտածեք։ Մի պահ անջատվենք Երևանից, ուրեմն երևի գիտեք, որ Ռուսաստանի տարածքում բեռնատարներից թռան դրոնները, գնացին ավիրեցին ռուսական այն ինքնաթիռները, որոնք միջուկային զենք կրելու հնարավորություն ունեին, մոտակա ասում են 41 այդ բարձակար ինքնաթիռները ոչնչացվել, 2 կամուրջ եւ այսօր էլ պայթեցվեց Ղրիմի կամուրջի ամենահիմնական հենակետերից մեկը, բայց միջև այդտեղ կհասնենք, Հայաստանում Հանրապետական կուսակցության կարգառուն ներկայացուցիչները
ասում են հուսանք ՌԴ ղեկավարությունը տեղյակ է որ մահաբեր դրոններով զինված բեռնատարները ՌԴ տարածք են մցվել Ադրբեջանից։ Ինձ ուղղակի հետաքրքիր է, էլի։ Այստեղ է որ ասում են իրենք գիտեն, ինչ են մտածում, որ ասենք իրենք գիտեն կամ իրենք որտեղից գիտեն, բայց ասենք հուսով է, որ Ռուսաստանում դրա մասին գիտեն կամ չգիտեն։ Ոնց է ստացվում, ասենք որ կարող է այս մարդը իմանա, բայց ասենք ռուսական արտադրությունները դրա մասին չիմանան։ Եվ ինչով են այսքան անհանգստացած Ռուսաստանի համար, թե ուզում են Ռուսաստանը Ադրբեջանի պատժի։ Սա էլ է հետաքրքիր խնդիր էլի։ Ես կարծում եմ ավելի շատ անհանգստացած են Ռուսաստանի համար, քան Ռուսաստանը Ադրբեջանի կպատժի։ Ռուսաստանը Ադրբեջանի ո՞նց կարող պատժի։ Ոնց ընկերներ Ռուսաստանի նավթը Ադրբեջանն է վաճառում, Ադրբեջանն է պահում Ռուսաստանը կոպիտ ասած։ Փողա տալի մեկ-մեկ, որ իրանք այնտեղ սորից չմեռնեն։ Ոնց է Ադրբեջանի Ռուսաստանը պատժելու։ Սրանք չեն ուզում հավատան, որ իրենց պատկերացած Ռուսաստանը չկա։ Գոյություն չունի, ֆուտլյարն է մնացել։ Ֆուտլյարը, որը շուտով կքանդվի։ Հիմա ավելի մանրամասն։ Հա, մենակ հոյետի չի։ Ինձ այն ով էր հարցնում, ով է Ալիշտի Գիվիլյանը։ Ուկրաինացիների արյան հաշվին հրեա Զելենսկին հանում է իր ազգի մուրը Ալիշտի Գիվիլյանը։ Ռուսական պրոպագանդիստն է, էլի։ Նույն ռուսական պրոպագանդիստն է, ինչ եք հարցնում, ժողովուրդ ջան։ Նայեք խոսույթը, ռուսական խոսույթն է, ուկրաինացի ժողովուրդը դիմադրում է ու շատ վատ բան անում դրանով։ Շատ բան, իրենք պետք է կապիտուլացվեն, ոնց որ Նիկոլը։ Հասկանում եք, որ լիներ լավը Զելենսկին։ Այ որ Զելենսկին բան անում, պայքարում է, դա նշանակում է վատ բան է, իր ազգի մուրն է անում, ուկրաինացի ժողովրդի արյան հաշվին, հասկանում եք։ Փաստորեն այս ամեն ինչը հրեաների համար է, ոչ թե ուկրաինացիների համար։ Պետք է ասեցիք։ Խնդրեմ։ Եվ այսպես ամփոփենք ինչի հասավ այս ընթացքում մեծ կոմբինատորը։ Ուրեմն փաստորեն այս հատուկ օպերացիայի նպատակներն էր, արդեն այն ինչ որ իրականացվել է։ Վերականգնեց ՆԱՏՕ-ն, կրկնակի մեծացրեց ՆԱՏՕ-ի հետ ընդհանուր գիծը, այն ինչի որ սա արդեն հասել է, հա։ Ուրեմն զրկվեց բոլոր աջակցությունից, իր նկատմամբ բոլոր երկրներից, որոնք իրեն աջակցում էին, 300 միլիարդից ավել իր գումարները սառեցվեցին դրսում, փաստորեն նվիրվեցին։ Հա, նավթի եւ գազի շուկաներից զրկվեց ուղղակի, հա, այն ինչ որ ինքը կար Ռուսաստանը սովորաբար արտահանում եւ վաճառում էր, հիմա լիմիտ է դրված եւ գնի վրա եւ քանակների վրա ու պրակտիկապես արդեն անհնարին է դարձել նույնիսկ արդեն վաճառելը, հա, բյուջետում փող չկա եւ արդյունքում դարձավ Չինաստանի վասալը, ստրուկ, որը ոչ մի դիմադրողականության ռեսուրս չունի նույնիսկ Չինաստանի նկատմամբ։ Այն ինչ որ Ուկրաինան իր տարածքում անում է, դա է արդեն վկայում։ Իսկ ինչ անում Ուկրաինան իր տարածքում։ Եթե դուք երեք հիշում եք, ես որ ասեցի, այս բաների մեջ ինձ ավելի շատ ոչ թե կործանված ինքնաթիռների քանակն է հետաքրքրում, դա 20 է թե 41 է, դա չի հարցը, վնասը 7 միլիարդ է թե 70 միլիարդ է, դա էլ չի հարցը, սա իմ միանգամից մտքիս մեջ եկավ այն փաստը, որ ռուսական հատուկ ծառայությունները չունեն հակահետախուզություն, որը ունակ է կանխի նման գործողություններ։ Եվ ես երեք ասացի, որ ես չգիտեմ, էլ ինչեր կա պլանավորված, չէ՞ որ այս օպերացիան երեկվա այդ դրոնների կազմակերպած է եղել տարուկես իրանք պատրաստվել են սրան։ Ասի ես չգիտեմ, էլ ինչի են պատրաստվել։ Եվ ընդամենը 2 օր հետո պայթեցվեց Ղրիմի կամուրջի ամենահիմնական հիմնասյուներից մեկը, հենց ջրի մեջի ջրային դրոններով։ Փաստորեն Ուկրաինան չունենալով նավատոր ոչ միայն Սևսովից վռնդել է ռուսական նավատորմը, ուղղակի դեպի հեռու խոսքերը, այլև սկսեցին նորից գրել ուկրաինական Ղրիմի կամուրջի վրա։ Ես ուղղակի երկար ժամանակ սպասում էի ու զարմանում էի, ինչու Ղրիմի կամուրջը չի ռմբակոծվում։ Եվ ես
միշտ ասում եմ, այս հանցավոր համագործակցություն եմ տեսնում եւ համաձայնություն։ Այսօր բազմաթիվ այս դեպքից հետո բազմաթիվ վերլուծաբաններ սկսեցին խոսալ դրա մասին, որ այս 2 տարի առնվազն ոչ մի հարված չէր հասցվել Ղրիմի կամուրջին։ Նշանակում է այնտեղ կար հանցավոր պայմանավորվածություն, ում միջև մենք իհարկե մի օր երևի կիմանանք, բայց որ մենակ ես չէի դա նկատում, ասում ես սա առիթ էր, որ երևի մարդիկ խոսային։ Դա փաստ էր։ Հուսով եմ, որ այս նոր տաղուսները կան գերմանական, դրանով հեշտությամբ կվերացնեն այն մնացած հատվածը, որը Ղրիմի կամուրջը կապում է մայրցամաքը Ղրիմին։ Եվ դրանով չեմ ասի, թե կավարտվի պատերազմը, բայց Ռուսաստանը կկորցնի Ղրիմը։ Իսկ Պուտինի համար կորցնել Ղրիմը, ինչ ասեմ, շատ ծանր հալված է։ Եվ այսպես վերադառնանք մեզ մոտ, լսենք մեր ժողովրդի կարծիքը այս իրավիճակի մասին։ ՔՊ-ի հիմնադրման 10-ամյակներ երեկս ձեզ ՔՊ-ն հասել է իր նպատակը։ ՔՊ-ն ինչ է։ Քաղաքացիական պայմանագիր։ Լավ է, զզվան կանոնները մի տվեք էլի։ Ես ոչ ՔՊ-ն ճանաչում եմ, ոչ ընդունում եմ, ոչ լսում ճանաչեմ։ Շատ մարդկանցից խոսենք։ Դից հարցերով հարցազրույց չեմ տալի կներեք։ Երևի։ Միշտ ասեմ առաջ, ինքը ասեց, այտենց հարցերով հարցազրույց չեմ տալի, բայց քիթը քաշած էր վերև, այս մկանները բացած էր վրա, դրանք անգլերենում կոչվում է disgusting nerves, այսինքն դա զզվանքի մկաններն է, էլի, body language-ի մեջ, ասում ես մկաններ, որ բացանա վերև, այս քթի բերանի կողքերի, դա զզվանքի մկաններ, ասեց ես այդ մասով հարցազրույց չեմ տալի, բայց եղբայր, դու մի հատ մեծ հարցազրույց տվեցիր արդեն, քո դեմքի վրա ամեն ինչ գրած էր, այդ պետք չէ, որ դու բան ասեիր։ Դրանք առաջ։ Երևի չէ։ Իսկ ինչ է կտվես։ Ինչ ասեց։ Իսկ ինչ է կտվես։ Արել են որոշ բաներ, բայց այդքան չէ։ Մեր սպասելիքները ավելի շատ են եղել։ Մոտավորապես մի 20%-ով։ Որոշ բաներ արել են։ Բայց հիմնականում չէ։ Իրանք իրանց նպատակին երբեք չեն հասնի, вообще սատկի ԿՊ-ն, ասենց ասենք վերջաս։ Նպատակին հասնելը շատ դժվար է, դրա համար ժամանակ է պետք, աջակցություն է պետք, որը չկա։ Եւ բայց ամեն դեպքում մենք իրանցից գոհ ենք։ Իրանց է բարի ճանապարհ իրանց։ Որ բնացած ժամանակահատվածում իրանց գործերը Կարևորը կաշառակեր չէ, լսակ, իրա մոտ կաշառ չեն վերցել, ասում չեն բերել ասել։ Տես էսի կաշառակեր։ Ես ուզում եմ հարցնեմ Մայրիկին։ Իսկ ով ասեց, որ Ռոբերտ Քոչյանն ու Սերժ Սարգսյանը կաշառակեր են եղել։ Տեսել եք իրենց կաշառ վերցնելուց։ Այն ինձ հետաքրքիր է ինքը ինչ կասել էս բaragայում էլի։ Տեսել, հա։ Հա, ասենք աչքով տեսել է Սերժ Սարգսյանը ոնց է կաշառ վերցնում։ Այն ինչ որ ես խոսացի նոր, մի ամբողջ հաղորդում դրա մասին ու ով չկա որ ես այդ մասին չխոսամ, հա։ Նույնիսկ իրա մտքով չի ասում, ասենք 105 միլիոն Աննա Հակոբյանի որտեղից կարող ունենա Աննա Հակոբյանը 105 միլիոն, որտեղ նման աշխատավարձ Հայաստանում գոյություն չունի, որ ինքն էլ այնտեղ աշխատի, ասեմ ինքն դա աշխատում է, այտենց աշխատավարձ է ստացել։ Բայց կարևորն է կաշառ չկա։ Մայրիկն ասեց, ու մենք դա չենք վիճում, ամոթ մեզ որ եթե վիճում ենք դրա մասին։ Որովհետև ոչ այդքան բամբասում են ընդդիմությունը, մի հատ չասում, այսքան հարստություն են ամրել։ Քոչարյանի հարուստ չափոց պետք է հավաքել։ Էլի դրա համար է ուզում կա հավաքի մնացած։ Աստված չանի գա, ճիշտ եմ ասում։ Թող էսի մնա։ Այս երկրի վերջը կարա լինի։ Հազիվ ենք պետություն ունեցել։ Հիմա ուզում են էլի քարուքան տան։ Չէ, թող մեր երկիրը պինդ լինի։ Ոչ ուշ, մենք չենք լինի։ Գեցե Հայաստանի Հանրապետությունը կեցը Նիկոլը։ Նիկոլը չլնի ով էլ։ Յուրիշ լինի, անկախ մարդը։ Չգիտեմ, դուք որ կողմն եք, եղեք ես կողմ։
Այն եմեկվա պիտուչեմ կողմը, գնանցած սուտ է։ Սատի տեղն եմ խոսում է դրանք։ Իսմայել Իրաստան հերոսացույցը մենակ հմեկա ցույց տալի ամենայն հավանականությամբ ուրիշ բացատրություն չունենք։ Ենքան հարուստ են, չգիտեմ որտեղ տեղավորեն, էլի են ուզում։ Թալանը, թալանչիներ էին, ազիվ պրծան։ Չգիտեմ գայլները ոնց կամ բռնեք, ես գիտեմ, որ հազիվ ենք պրծել դրանց։ Դեմ խոսում կներեք ելի, բան չասեմ, որովհետև չեմ կարող ոչինչ ասել։ Ինչի ասել։ Որը դենց է։ Ինչ նպատակներ, այն նպատակները, որոնց մասին խոստացել է, իհարկե ոչ միայն չի հասել, այլ նպատակ չի ունեցել հասնելու, այստեղ է խնդիրը, ժողովրդին քաղաքացիական պայմանագիրը ի սկզբանե խաբել է, Չէ, կներեք, այստեղ համաձայն չեմ, իրենք իրենց նպատակներին հասել են, բայց դա չի նշանակում, որ նպատակ չունեն, իրենք շարունակում են իրենց նպատակները իրականացնել, այլ ուրիշ բան, որ իրենց խոստացածները չեն արել, թե չէ իրենք իրենց նպատակներին մեծ մասն արել են։ Ինք պարզ ասես, չէ, երեխեն հարցը տվել է, եթե 18 թվականին իմանայիր, որ դու գալիս ես վարչապետ ու կորցնելու ենք Արցախը, այդքան մարդ համերվելու, այսքան բանա լինելու, կգայեր ասել, անպայման, բա ո՞նց ես ասում չէ։ լավ է իմանալով, օրինակ, որ իր բազմաթիվ խոստումներից անջատում հանուն փրկության Արցախի հետ կապված, այդ խոստումը ոչ միայն օրինակ չի կատարելու, այլև հանձնելու է Արցախը։ Սոցիալական հավասարության մասին խոսող քաղաքացիական պայմանագիրը այսօր տեսնում ենք, թե իրենց անդամները ինչ ցոփ ու շվայտ կյանքով են ապրում եւ մեր երկրում էլ ինչպես է աղքատությունը խորանում։ Այն չեմ կարող ասել։ Երևի։ Ինչն էր նրանց նպատակաստ։ Աղջիկան չգիտեմ։ Ճիշտն ասած Երեք հայտարարությունը որնա, որ ինքը պետք է գնա ընտրության է։ Ինքը պետք է ընտրություն կատարի, այս է հայտարարությունը։ Մարդ այսօր բան էի կարդում, այդ դիսկը սուրատ, էլի կարմալոջիկ, հետաքրքիր ինչ կա ձեռքս տակ չի մալի։ Էլի թերթում էի, դա կարդացել եմ մի տարի առաջ։ Ոսկե տառերով գրած է, այն մարդը, որ չի իրականացնում իր երազանքները, չի աշխատում այդ ուղղությամբ, նա իրականացնում է ուրիշի երազանքները, էլի։ Հիմա ես ուզում հարցնեմ, ես անգեր, որ դու չգիտես, դու ինչն ես ընտրել, դու ինչ ես ապրում, դու ոչ մի բան չգիտես։ Ո՞ս կարելի է այտենց ապրել, այսինքն դու փաստորեն դու գործիք ես ուրիշի համար։ Ունեցի կարծիք, թող սխալ լինի, բայց դա թող լինի քո կարծիքը։ Ես ոչինչ չեմ կարող ասել։ Ամեն բան էս կյանքում հարաբերական է։ Ոչ լավ կասեմ, ոչ վատ, որովհետև դա էլ է հարաբերական։ Կա ինչ-որ կա։ Ես գիտեմ, որ սա էլ կա Հայաստանի Հանրապետությունում, իմ ընկերներից մեծ մասը պնդում են, որ դրանք շատ են, իմ մասը պնդում է դրանք իհարկե այդքան շատ չեն, ավելի շատ չափազանցված է, բայց նորից եմ ասում, այս մետաստազը, այս քաղցկեղածին մետաստազը մեր մարմնի վրա է փաստացի։ Կամ այդ մարմնի իմունիտետը ինքը դուրս է մղում եւ խեղդում այդ հիվանդությանը, կամ մետաստազը սպանում է մարմինը, դրա հետ մահանում է նաեւ ինքը։ Ստեղ այս պարագայում սա ոչ ճաշակի հարց է, ոչ քաղաքական կողմնորոշման հարց է, ոչ էլ դրա ելքն է իմ ցանկությունից կախված։ Իհարկե ես կուզենամ, որ մարմինը ապրի, հա, բայց դա ընդհանրապես իմ ցանկությունն է։ Ես հասկանում եմ, որ դա կա նաեւ օբյեկտիվ իրականություն, որը ես չեմ կարող պնդել, ես կարող եմ ունենալ այդ մասին կարծիք, հիմնված իմ տեսածի, լսածի, իմ հասկացած հարցումների վրա, բայց դա ես չեմ կարող պնդել, որ իմ ունեցած կարծիքն ու տպավորությունը դա բացարձակ ճշմարտություն է։ Բացարձակ ճշմարտությունը կլինի այն ժամանակ, երբ որ կլինի, այսինքն ոչ թե բացարձակ մոտ ճշմարտություն, երբ որ կլինի ընտրություն եւ մենք կտեսնենք այս մետաստազը կերավ հայրենիքը, թե հայրենիքը վերականգնվեց, որովհետեւ իմունիտետ ուներ։ Իսկ ցանկացած երկրի իմունիտետ իր ազգային արժեքներն են։ Իր ազգային արժեքներն են։ Եթե դա ինքը պահել է իր մեջ, ուրեմն կմերժի ցանկացած կեղծ ստոր նկարտումներ իր արժեքների նկատմամբ։ Եթե չունի,
դա կընդունի որպես նոր արժեք։ Սա է տարբերակը։ Այսօր բամալ այսքանը